Երևանը եւ Բաքուն շարունակում են խաղաղության ամրապնդման ուղղված ջանքերը։ Աբու Դաբիում փետրվարի 4-ին կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը հակիրճ բանակցությունների արդյունքների մասին։ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը ողջունել են օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պայմանավորվածությունների ուղղությամբ առաջընթացը եւ ընդգծել Հայաստան-Ադրբեջան կարգավորման դրական դինամիկան զարգացնելու կարեւորությունը երկկողմ ձևաչափով։ Ղեկավարները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի, քաղաքասարակության ներկայացուցիչների փոխայցելությունների կապակցությամբ։ Քննարկվել է թրիփի եւ այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ Այսօր օրակարգում Փաշինյան-Ալիև հանդիպումն է։ Վերջին կես տարին բավական ակտիվ էր Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի առաջմղման եւ երկկողմ բանակցությունների տեսանկյունից։ Վերհիշենք, ինչ քայլեր են ձեռնարկվել այս ընթացքում ըստ ժամանակագրության։ 2025-ի հուլիսին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին կրկին Աբու Դաբիում, քննարկել միջպետական հարաբերությունների կարգավորումը եւ հաստատել, որ այդ ճանապարհին երկկողմ բանակցություններն ամենաարդյունավետ ձևաչափն են։ Երևանը եւ Բաքուն նաեւ պայմանավորվել են շարունակել սահմանազատման գործընթացը, վստահության ամրապնդման միջոցները։ Աբու Դաբիին հաջորդեց Վաշինգտոնը։ Օգոստոսի 8-ին Դոնալդ Թրամփի վկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին խաղաղության հռչակագիրը, պայմանավորվելով այդ թվում կյանքի կոչել Թրամփի ուղի նախագիծը։ Նաեւ Սպիտակ տանը նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Սեպտեմբերի սկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ կայացան երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելությունները Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներ։ Քննարկվեցին սահմանազատման եւ ականազերծման, ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման հարցեր։ Այս ընթացքում ակտիվացել են աշխատանքները հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Հոկտեմբերին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ չեղարկել է երրորդ երկրներից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Արդյունքում երկաթուղով տարբեր երկրներից Հայաստան ապրանքներ են տեղափոխվում։ Հարկ է նշել, որ հայկական կողմն իր հերթին հայտարարել է, որ չեղարկում է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան բեռների տեղափոխման համար, թեև Բաքվից դեռ չեն արձագանքել այս առաջարկին։ Այնուհետև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության բարձրացման միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանեցին ադրբեջանցի փորձագետներ, ինչից հետո Բաքու մեկնեցին հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչները։ Նոյեմբերին ադրբեջանական Գաբալա քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը։ Կողմերը քննարկել են սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական եւ տեխնիկական հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ։ Հանդիպումից կարճ ժամանակ անց հայտարարվեց Հայաստան-ադրբեջանական նավթամթերքի մատակարարումների մասին, որոնք շարունակվում են մինչ օրս։ 2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 4 հայ գերիների։ Նոր տարում գործնական փուլ մտավ նաև թրիփի նախագիծը։ Հունվարի 14-ին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցին Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի իրականացման շրջանակը։ Այսպիսով, ինչով էր կարևոր Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հանդիպումը, ինչ պայմանավորվածություններ կան եւ ընդհանուր առմամբ ինչ փուլում է խաղաղության գործընթացը, կքննարկենք Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանի հետ։ Պարոն Մինասյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մինասյան, հաղորդման սկզբում հակիրճ ներկայացրինք Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով հաղորդագրությունը, այժմ փորձենք ավելի մանրամասն հասկանալ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել փետրվարի 4-ին։ Կարծում եմ բարձր մակարդակի նման հանդիպման անհրաժեշտությունը արդեն հասունացել էր։ Վերջին հանդիպումից հետո տեղի էին ունեցել բավական ակտիվ զարգացումներ, կային ձեռք բերված պայմանավորվածություններ, դրանց իրականացման հետ կապված տարբեր, այսպես աշխատանքներ էին իրականացվել, եւ կարիք կար ամփոփելու արկա արդյունքները, քննարկելու հնարավոր այն խնդիրները, որոնք առաջացել են դրանց իրականացման ընթացքում եւ ինչու՞ չէ նաեւ ուղենշել առաջիկա անելիքները։ Եվ այդ առումով Աբու Դաբիի հերթական հանդիպումը բավական կարևոր էր եւ անգամ կազմը բավական ներկայացուցչական էր։ Ինչպես հայտնի է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունները ըստ էության ընթանում են մի քանի հիմնական թրեքերով կամ ուղղություններով, դրանցից
Առաջինը սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն է։ Այս ուղղությամբ արդեն կան պայմանավորվածություններ, թե ինչպես է գործընթացը շարունակվելու եւ ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին մենք արդեն գետնի վրա կտեսնենք այդ գործընթացի շարունակությունը։ Երկրորդը վերաբերում է հաղորդակցություններին, դա չի սահմանափակվում միայն TRIP-ով, քննարկում են նաև այլ հարցեր, եւ երրորդ բլոկը ըստ էության դա հենց քաղաքական բանակցություններն են, որոնց կենտրոնում կամ առանցքում խաղաղության համաձայնագիրն է։ Հաշվի առնելով վերջին շրջանի զարգացումները չեն կարող բացառել, որ նույն Աբու Դաբիում օրինակ քննարկվել է խաղաղության համաձայնագիրը առաջիկա ամիսներին ստորագրելու տարբերակը եւ մի քանի ամիս անց արդեն հնարավոր է նաեւ վավերացման հարցը եւս դիտարկվի։ Այսինքն ընդհանուր առմամբ գործընթացում կա առաջընթացի միտումներ եւ բավական կարեւոր է նաեւ բարձր մակարդակով բարբերաբար այսպես ժամացույցների ճշգրտում իրականացնել։ TRIP-ի հարցը եւս Աբու Դաբիում քննարկվել է եւ առհասարակ նախագծի շուրջ այսպես ակտիվ քննարկումներ կան։ Այժմ ինչ փուլում ենք։ Ինչպես հայտնի է, TRIP-ի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակում եւ այն ըստ էության տեղավորվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում։ Դրա շրջանակում նախատեսվում է, որ Հայաստանի տարածքում ստեղծվելու են նոր հաղորդակցություններ, խոսքը վերաբերում է ավտոճանապարհներին, երկաթգծին, խողովակաշարերին, էլեկտրահաղորդման գծերին, օպտիկամանրաթելային մալուխներին եւ այլն եւ այլն։ Այսինքն ստեղծվելու է բավական լուրջ ենթակառուցվածք եւ դրա կառուցմամբ եւ զարգացմամբ զբաղվելու է հայ-ամերիկյան ընկերությունը։ Այստեղ բավական կարևոր է արձանագրել, որ TRIP-ը ըստ էության հայ-ամերիկյան երկկողմ այսպես ծրագիր է եւ երկու երկրներն են ներգրավված լինելու։ Եվ ինչպես հայտնի է, հունվարին այս տարվա Արադ Միրզոյանը եւ Մարկո Ռուբիոն ստորագրեցին նաեւ TRIP-ի կյանքի կոչման շրջանակը եւ դրա հիման վրա առաջիկայում նախատեսվում են նաեւ արդեն իրավական ուժ ունեցող փաստաթղթերի մշակում եւ ստորագրում, ինչին արդեն կհաջորդի հենց գործնական գետնի վրա շինարարական աշխատանքների մեկնարկը։ Չնայած սա երկկողմ հայ-ամերիկյան նախաձեռնություն է, այնուամենայնիվ TRIP-ի շարունակությունը ուղղակիորեն առնչություն ունի նաև Ադրբեջանի հետ, թե Նախիջևանի մասով, թե Ադրբեջանի հիմնական մասի եւ բնականաբար կարիք կա նաև հենց ադրբեջանական կողմի հետ քննարկելու ամենատարբեր հարցեր, օրինակ տարբեր այսպես ենթակառուցվածքների անցման տեղադիրքը, ամենատարբեր տեխնիկական հարցեր եւ բնականաբար Աբու Դաբիում այս հարցերը եւս քննարկվել են։ Ամենայն հավանականությամբ ամերիկյան կողմը եւս տարբեր խողովակներով կշարունակի այս քննարկումները ադրբեջանական կողմի հետ։ Հանդիպման արդյունքներով հաղորդագրության մեջ նշված է, որ մեջբերեմ ղեկավարները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի կապակցությամբ եւ համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս ուղղությամբ ինչ հեռանկարներ կան։ Տնտեսական ոլորտում գործակցությունը ըստ էության մեկնարկեց հոկտեմբերին, երբ Ադրբեջանը հանեց դեպի Հայաստան բեռների տարանցման համար սահմանափակումները, ի պատասխան Հայաստանը եւս նման որոշում կայացրեց, դրան արդեն հաջորդեց երկաթուղով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով երրորդ երկրներից, օրինակ Ռուսաստանից եւ Ղազախստանից հացահատիկի ներմուծումը, բացի այդ կան նաեւ խոսակցություններ շաքարավազի եւ հեղուկ գազի ներմուծման հետ կապված, արդեն դեկտեմբերին ադրբեջանական կողմի եւ Հայաստանի միջև ձեռք բերվեցին պայմանավորվածություններ ադրբեջանական նավթամթերքի մատակարարումների վերաբերյալ, որոնք շարունակվում են նաեւ մինչեւ այսօր։ Այս գործակցության զարգացման բավական լավ հեռանկարներ կան եւ ամենայն հավանականությամբ Աբու Դաբիում քննարկվել են նաեւ այն հնարավորությունները, որոնք առկա են, իսկ դրանք մի քանիսն են, օրինակ, եթե ունենք արդեն Ադրբեջանից Հայաստան տարբեր ապրանքների, մասնավորապես նավթամթերքի մատակարարում, կարող է լինել նաեւ Հայաստանից դեպի Ադրբեջան ապրանքների մատակարարում, այստեղ բավական կարեւոր է նաեւ արձանագրել, որ ադրբեջանական կողմում կա որոշակի հետաքրքրություն, ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել այն ապրանքների ցանկը, որոնցով հետաքրքրված է եւ Հայաստանն էլ իր հերթին ըստ տվյալները տրամադրել, թե ինչ ծավալներ է պատրաստ եւ կարող մատակարարել եւ ամենայն հավանականությամբ այս ուղղությամբ առաջիկայում ինչ որ տեղաշարժեր կունենանք, ընդ որում քննարկվում է ապրանքների բավական լայն ցանկ, գյուղատնտեսական ապրանքներից մինչեւ ալյումինի փայլաթիթեղ, դրահումք, ծխախոտ, կոնյակ եւ այլն եւ այլն։ Այսինքն կա պոտենցիալ այս ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու, երկկողմ կապերը զարգացնելու տեսանկյունից։ Միևնույն ժամանակ դեռևս հստակ չէ կամ անորոշ է Ադրբեջանի տարածքով դեպի երրորդ երկրներ հայկական բեռների
արտահանման հարցը եւ ամենայն հավանականությամբ Աբու Դաբիում այս հարցը եւս քննարկվել է, որպիսի պարիտետային սկզբունքով ոչ միայն ներմուծվի դեպի Հայաստան, այլև Հայաստանից արտահանվեն տարբեր ապրանքներ։ Եվ բավական կարևոր է նաեւ, որ այս գործակցությունը ստանա ինստիտուցիոնալ բնույթ, այսինքն չլինի այնպիսի իրավիճակ, երբ ամեն բեռի համար, ամեն խմբականակի համար անհրաժեշտություն լինի բանակցել ադրբեջանական կողմի հետ, պայմանավորվածություն ձեռք բերել, սրանք պետք է լինեն արդեն ինստիտուցիոնալ կապեր, եւ բավական կարեւոր է այս ուղղությամբ նաեւ այս պաշտոնական աշխատանքները ակտիվացնել, չեմ բացառում, որ ինչ որ պահից նաև առաջանա Հայաստան-Ադրբեջան բանակցություններում նաև այս տնտեսական ուղղությունը կամ թրեքը եւ պաշտոնյաները նաև հանդիպումներ կամ շփումներ ունենան տարբեր տնտեսական բնույթի հարցերի կարգավորման հետ կապված։ Եվ իհարկե այստեղ կա նաև մեկ այլ հնարավորություն, Հայաստանը ինչպես հայտնի է հայտարարել է իր տարածքով ադրբեջանական բեռների տարանցման արգելքի չեղարկման մասին եւ օրինակ երաս-սադարակ երկաթգծի վերականգնման դեպքում ադրբեջանական բեռները Ադրբեջանից Վրաստանի եւ Հայաստանի տարածքով երկաթուղով կարող են հասնել նաեւ Նախիջևան, ընդ որում դա հնարավոր է իրագործել շատ կարճ ժամկետներում եւ դա ըստ էության կլինի եւս մեկ քայլ տարածաշրջանի ապաշրջափակման ուղղությամբ եւ կամրապնդի նաեւ այդ փոխադարձ կախվածությունները միմյանցից կողմերի, ինչը նաեւ կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Աբու Դաբիում նաև կողմերը հերթական անգամ վերահաստատել են, որ պատրաստ են աշխատել փոխվստահության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ եւ դրա մաս էր նաև երկու երկրի քաղաքասարակության ներկայացուցիչների փոխայցերը։ Դուք էլ խաղաղության կամուրջ նախաձեռնությանն եք ներգրավված, առաջիկայում ինչ որ նորություններ լինելու են, ակնկալենք նոր քայլեր։ Հակամարտությունների կարգավորման համատեքստում փոխվստահության միջավայրի ձևավորումը բավական կարևոր է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում կան մի շարք ցավոտ եւ զգայուն հարցեր, որոնք բնականաբար բացաբար են անդրադառնում այդ փոխվստահության ձևավորման գործընթացի վրա, դա հայ ռազմագերիների հարցն է, դա անհետ կորածների հարցն է եւ այլ նման հումանիտար հարցեր։ Բավական կարևոր է, որ երկու երկրների ղեկավարությունը շարունակի ջանքեր այս ուղղությամբ, այս խնդիրների հասցեագրման ուղղությամբ, սակայն ինչպես ցանկացած այլ հակամարտությունների դեպքում մեր պարագայում եւս հակամարտության կարգավորումը չի կարող սահմանափակվել միայն երկրների քաղաքական ղեկավարությունների միջև շփումներով, անհրաժեշտ է նաեւ հանրությունների ներգրավվածությունը եւ խաղաղության կամուրջ նախաձեռնությունը նաեւ միտված է հենց այս շփումների ապահովմանը, ինչպես հայտնի է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչները արդեն փոխադարձ այցեր կատարել են, կան համատեղ քննարկվող ծրագրեր, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն։ Բացի այդ նախատեսված են նաեւ այլ միջոցառումներ եւ այստեղ բավական կարեւոր է նաեւ արձանագրել, որ պայմանավորվածություն կա ներգրավված մասնագետների, փորձագետների եւ քաղաքասարակության ներկայացուցիչների կազմի ընդլայնման վերաբերյալ, այսինքն գործընթացը պետք է դառնա առավել ներառական, որովհետեւ սա բավական կարեւոր է։ Շատ հաճախ քաղաքական պաշտոնյաները կաշկանդված են ամենատարբեր հարցեր քննարկելով, ավելի նորարարական հարցեր, տարբերակներ քննարկելով։ Ինչ վերաբերում է փորձագետներին եւ քաղաքասարակությանը, նրանք շատ ավելի ճկուն են, չկա այդ պատասխանատվության բեռը եւ դա նաեւ օգնում է ազատ քննարկումներին եւ ինչու՞ չէ տարբեր հարցերի հետ կապված առավել նորարարական լուծումների եւ տարբերակների մշակմանը։ Նաեւ Երևան-Բաքու գործընթացները անմիջականորեն ազդում են Հայաստան-Թուրքիա զարգացումների վրա։ Այս ուղղությամբ ինչ կարող ենք ակնկալել։ Ինչպես հայտնի է, Հայաստանի եւ Թուրքիայի միջև դեռ 2022 թվականին ձեռք են բերվել պայմանավորվածություններ սահմանի մասնակի բացման վերաբերյալ, խոսքը գնում է երրորդ երկրի քաղաքացիների եւ դիվանագիտական ազնագիր ունեցող անձանց համար սահմանի բացմանը, սակայն այս պայմանավորվածությունները մինչ օրս կյանքի չեն կոչվել եւ հիմնական պատճառը ըստ էության ադրբեջանական գործոնն է։ Թերևս գաղտնիք չէ, որ Թուրքիան իր տարածաշրջանային քաղաքականության մեջ հաշվի առնում իր դաշնակից Ադրբեջանի շահերը եւ այդ գործոնով պայմանավորված Անկարայում դեռևս նպատակարար չեն համարել, այդ թվում նաև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Սակայն վերջին ամիսներին Թուրքիայից ստացվում են որոշակի դրական ազդակներ, այդ թվում նաև նախագահի մակարդակով խոսում է հնարավոր խորհրդանշական քայլերի մասին։ Եվ բացի դրանից ունենք նաև դրական դինամիկա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Այս երկու գործոնները միասին հիմք են տալիս եզրակացնելու, որ առաջիկայում նաև հնարավոր է առնվազն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, իսկ ավելի երկարաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում նաև սահմանի լիարժեք բացում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում երկու երկրների միջև։
Պարոն Մինասյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Աբու Դաբիում բացի երկկողմ բանակցություններից Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը մասնակցել են Զայեդ մրցանակաբաշխությանը, որտեղ նրանց շնորհվել է մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։ Իրենց ելույթներում երկու երկրի ղեկավարները շեշտել են, տասնամյակների հակամարտության էջը փակվել է եւ այժմ հարկավոր է աշխատել խաղաղության ձեռքբերումներն ամրապնդելու ուղղությամբ։ Այսօր օրակարգում Փաշինյան-Ալիև հանդիպումներ։